Սիրելի հարազատներ, ես հենց հիմա գտնվում եմ մի հիասքանչ վայրում, ջերմոցային այսպես պարտեզա, որտեղ օրխիդեաների, գեղեցիկ ծաղիկների, այսպես Բուրաստանա պարտեզա, բայց իմ ուշադրությունը այդքան այդ գեղեցիկ ծաղիկները չգրավեցին, ինչքան որ գրավեց ձևավորումը, դիզայնը։ Գիտեք հետաքրքիրն ինչն է, որ ծաղիկների բնակարան է դարձել օրինակ նավը, տեսեք, ծառը իր բնով ու այսպես շարունակ դուք տեսնում եք ինչն է դարել նրանց բնակարանը, ծաղիկների բնակարանը, այսպես նավերը, որոնք որ ժամանակին լողացել են ծովի վրա, նրանց ֆունկցիան լրիվ այլ է եղել, գործառույթը լրիվ այլ է եղել, մարդկանց համար, բեռների համար, տեսեք նույնիսկ այստեղ կա մեքենա, որը նույնպես դարձել է ծաղիկների բնակարան։ Սիրելիներ, ուզում եմ ձեզ հետաքրքիր ուղերձ փոխանցեմ, այս նավերը, որ ժամանակին ուրիշ բանի համար են ստեղծված եղել, մարդկանց փոխադրելու, բեռները փոխադրելու համար, միգուցե զվարճանքի միջոցներ են եղել, բայց նրանք իրենց արժեքը չեն կորցրել, նույնիսկ մարդիկ բերել են նրանց դարձրել են ծաղկաստան, ծաղիկների բնակարան։ Գիտեք, դուք էլ Աստծո պատկերով եւ նմանությամբ ստեղծված մարդ եք, կապ չունի ինչով եք զբաղվել, ինչ է եղել ձեր գործառույթը, միևնույնն է, դուք ձեր արժեքը երբեք ու երբեք չեք կորցրել։ Մնացեք արժեքավոր, գիտակցեք, որ դուք Աստծո պատկերն ու նմանությունն եք ու գնահատեք ինքներդ ձեզ ու հասկացեք, որ Աստված ձեզ հրաշալի է ստեղծել ու նաև իր ստեղծագործական մտածելակերպն է ձեր մեջ դրել, որ ձեր երևակայությունով դուք էլ ձեր կողքը, ձեր շրջապատը դարձնեք ծաղկաստաններ։ Այնպես որ կարևորեք ձեզ, Աստծո տված էությունը ձեր մեջ եւ փոխեք աշխարհը։ Թող աշխարհը ձեզ չփոխի, այլ դուք փոխեք աշխարհը։ Ամեն։